Ողջույն սիրելի ընկերներ, Antifake-ի եթերում Խաչմերուկ podcast-ի հերթական թողարկումն է։ Ձեզ հետ է պատմաբան Դավիթ Ֆիդանյանը եւ վերլուծաբան Հայկ Նահապետյանը։ Անցնող շաբաթվա կտրվածքով բավական հետաքրքիր իրադարձություններ տեղ ունեցան։ Հայաստանը այցելեց Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ստորագրվեցին որոշակի փաստաթղթեր, որոնք գործող ռեժիմի ներկայացուցիչները շտապեցին որակել որպես պատմական, այսպես կոչված պատմական իրողություն։ Վենսը այնուհետև այցելեց Բաքու եւ պարզ դարձավ, որ Ադրբեջանում շատ ավելի լուրջ օրակարգ է եղել Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջև։ Եվ պարզ դարձավ, որ Վենսի հիմնական նպատակը դա այսպես կոչված թրիփի գործարկումը արագացնելն էր։ Դե հիմա Վենսը եկավ Միացյալ Նահանգների գործնականում երկու ազդեցության տարածք ուսումնասիրել, նայել, ներկայանալ, տեղում նշանակած կառավարիչները հավասար զգաստով դիմավորեցին, իդեպ ասեմ ձեզ, զուգահեռ երբ Ռուսաստանի Դաշնության նախագահն է գալիս Հայաստան, որտեղ մեր երկրի եւ միջազգային իրավունքով ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրի ղեկավարը եթե գնում այլ երկիր, ապա իրեն օդանավական դիմավորի տվյալ երկրի դիմավորող կամ ընդունող երկրի ղեկավարը։ Փաշինյան կոչեցել ոչ միայն չգնաց, այլև արհամարական մի հատ ժեստ դրեց, երբ անգամ հյուրընկալության տարական կանոնը խախտեց, երբ Ռուսաստանի նախագահ եկավ կառավարական Բաղրամյան 26-ում նստա տեղում, անգամ աստիճաններից չիջավ, այդպես սպասեց, բան էլի, այտենց ինքնս ծանր քաշեն, մի հատ գան իրան ներկայանան։ Վենսը որ եկավ, աստիճաններից վազելով իջեց, քիչ մնաց մի հատ այդպես պապլաստունսկի վերջում, կոշիկները լիզելով, բանով, հո պարինչ կա չկա, հո շորիդ վրա փոշի մոշի բան չի, ինչ անենք, ոնց եք ուզում, որ դիրքով եք ուզում, մոտապես տենց։ Այսինքն սա ինչի ցուցիչ է, այստեղ եկել է տարածաշրջանում արդեն լուրջ դերակատարում ունենալու հավակնությամբ Միացյալ Նահանգների այն անձը ներկայացուցիչը, որը շատ մեծ հավանականությամբ ապագա նախագահական ընտրություններում հանրապետական տեխնացիոն ալնելու։ Ամերիկյան էստաբլիշմենթը համայն դեպս շատ է խոսում դրա մասին, է խոսում, այո։ Եվ այսպես եկավ ինչ ասեց, եթե առարկայացնենք, էլի որտեղ դրա մասին շատ է խոսվել, շատ է այդպես ծեծվել։ Այստեղ ասեց հետեւյալը, իմ գնահատմամբ կարող եմ համաձայն չլինել։ Այն որ իր խոսքի ժամանակ կեղծվեց 9 միլիարդ դոլարը իբր ներդրում էր իրականում վարկեր, Հայաստանը վարկավեճնում, որ ֆինանսավորի ամերիկյան ընկերություններին, որոնք պիտի կառուցեն առաջին անգամ մոդուլային ատոմական Հայաստանում։ Ուրեմն ինչու կեղծվեց, ակնհայտ էր, չէ՞ որ այդ պատական չի, թարգման չի, այսպես սխալմունքն ու բացթողումը չէ։ Ես կարծում եմ Փաշինյանի իշխանության մնալու գինն է 9 միլիարդ։ Իդեպ ներողություն ընդհատելու համար, պարոն Նահապետյան, Վենսը բավական հետաքրքիր ժեստ արեց, անթաքույց աջակցություն հայտնելով Փաշինյանին գալիք ընտրությունների համատեքստում։ Դե գինը ես նորից եմ ասում։ Փաշինյանին փոխարինող Միացյալ Նահանգները չասեմ տասնյակներ, բայց վստահաբար կան շատ տեխնացուներ, ընդ որում որոնց հակավարկանիշը չի ասնում աստղերին, ինչպես Փաշինյանինը, այո, որոնք կարող են ընդդիմության հետ նորմալ հարաբերություններ ստեղծել, եկեղեցու հետ նորմալ հարաբերություններ ստեղծել, բայց տարածաշրջանում եւ Հայաստանում սպասարկել ԱՄՆ-շահերը։ Այսինքն դա սկզբունքորեն ԱՄՆ-ին այդքան էլ վատ տարբերակ չի, բայց քանի որ այս մակույկի մեջ նավավարը Նիկոլն է, ինչպես ասում են, հա, եւ ինքը այդպես հորդորում է, խնդրում է Թուրքիայի, Ադրբեջանի կողմից ինքը ընդունված է, Եվրամիությունը եւս դրական է գնահատում, որ ինքը վերընտրվի, ապա Միացյալ Նահանգներին այդպես ինքը կեցված կա դրսևորում, որ վերջինիս տեխնացուն ընտրությունում եւս լինի ինքը։ Միացյալ Նահանգների նախագահը բան է, այսպես ասենք, ոչ միայն բիզնեսմեն է, ինքը ավազակ բիզնեսմեն է, այդպես, եթե պետք լինի, ողջագուրվելուց առաջ մի հատ ծնոտիր
այնպիսի հարված կտա, որ մի կես ժամ խելքի չես գա, հետո մի կերպ կստափվես, կարտնանաս, հետո նոր կփաթաթվի։ Ես կարծում եմ 9 միլիարդը անկապ մոդուլային ատոմակալ մեզ պետք չի, ակնհայտ էլի։ Ամերիկային իրավունք հա տրվում Հայաստանի տարածքում ապրող մարդկանց դիտել որպես ճագար։ Իսկ եթե ատոմականի կառուցման ժամանակ որոշակի շեղումներ լինեն եւ ռադիացիոն արտահոսք։ Ես միշտ այս օրինակը բերում եմ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, երբ որ ինչ որ համավարակների դեպքում պատվաստանյութ է ստեղծում վակցինա եւ դա պետք է փորձարկվի դեռևս փորձարկման փուլում է, ընտրվում են երկրներ, ժողովուրդներ, աֆրիկական հետամնաց եւ այդ պետությանը կազմակերպությունը առողջը նաեւ լրացուցիչ գումար է տալիս, ասենք որտեվ կարող են տասնյակ հարյուրներով հազարներով մահեր լինել, դրանց ընտանիքներին ասենք 2 կոպեկ էլի որ տրվի, բայց մեր մոտ լրիվ անտրամաբանական, այսինքն մենք ճագար ենք հանդիսանալու եւ այդ ճագարի կարգավիճակի համար մենք շնորհակալություն տանենք, որ գումար տանք 9 միլիարդ։ Սա ուրեմն ես կարծում եմ Ամերիկայում լրիվ գտնված տարբերակ է 9 միլիարդ աշխատում են ոտի վրա։ Ինչ վատ է որ։ Պլյուս Հայաստանի քաղաքացիներ ճագար։ Եվ երրորդ Իրանի պարագայում այդ անօթաչուները որ տրամադրվեց եւ դրանք Իրանի դեմ աշխատող անօթաչուներ են, որտեւ այդ անօթաչուները չի բերվել լեռնային պայմաններում աշխատելու, լեռնային պայմաններում սովաբար եւ ուկրաինական պատերազմը ցույց տվեց եւ մեր 44 օրյան աշխատում են հորիզոնական թռիչքուղով անօթաչուները։ Սա ուղղայաց թռիչքուղի ունի։ Այս անօթաչուները դրանք ավիակիրների վրայից հանված անօթաչուներ են, ինչու՞։ Որտեվ ավիակիրի տախտակամածը մեծ չի, փոքր է։ Այդ անօթաչում պիտի թռչի, մարտական խնդիր կատարի, հետախուզական ենթադրենք, եթե գրոհային չի կամիկաձե, չէ՞ պիտի հետ գա, չէ՞։ Պիտի նստի ինքը ոնց ուղղայացով, ուղղաձիգ ձևով, եթե նկարը նայել եք, տեսել եք եւ ուշադրություն դարձրեք, ավիակիրների վրա հենց այդ տիպի անօթաչուներն են։ Այս անօթաչուներն էլ Իրանի դեմ աշխատելու համար է։ Այսինքն Հայաստանը նաեւ ռեսուրս եւ տարածք է տրամադրում Իրանի դեմ սպասվող եւ սպասվելիք որոշակի սրացումների ֆոնին ի զորակցություն ԱՄՆ-ի։ Այս էլ 3 խնդիր։ 3 խնդիրը վենց Հայաստանը լուծեց եւ գնաց ուր Ադրբեջան։ Ադրբեջանում գիտեք, ասում է սատանան մանրուքների մեջ է։ Մի շատ կարևոր դրվագ կա այնտեղ, դրա մասին տենց հպանցիկ ուղակի ասվեց։ Պարզվում է, որ Աֆղանստանում ամենամարտունակ ստորաբաժանումը Աֆղանստանի ադրբեջանական ստորաբաժանումն է եղել։ Նրանք դրա մասին խոսեցին իդեպ։ Իդեպ ասեմ ձեզ, ադրբեջանական ստորաբաժանումը մոտորաձգային ստորաբաժանում չի եղել։ Ոնց է ձեզ։ Մարտունակությունը սովորաբար գրոհայինները մոտորաձգիներ են։ Հրաձիգ, մոտորաձիգ, գրոհային։ Իրենք մոտորաձիգ ու հրաձիգ չեն եղել, գրոհային չեն եղել։ Մեր նման օրինակ Աֆղանստանում այսպես ասենք, երկրորդական դերակատարում մասնագիտություն են, օրինակ բժիշկներ, սակրավորներ, հա, մեր օրինակ խաղապահ գումարտակը եւ Կոսովոյում եւ Աֆղանստանում սովաբար այդտեղ են։ Եվ պարզվում է ոչ ավել ոչ պակաս ադրբեջանական սակրավոր բաները ստորաբաժանում են էլ որ թվերին։ Են էլ բարոյապես բավականին անպատրաստ վիճակում։ Այդ 44 օրից հետո չի, ինչպես ասում են, դուխ իրանց կերել։ 2000-ականներին, այո։ Բայց 2000-ականներին եղբայր ինչ ադրբեջանական բանակի մարտունակ ստորաբաժանում մինչև ըշկրվող վերջինը դուրս եկած ինչ հեքիաթներ է։ Այստեղից հետևություն գիտեք ինչ է սա։ Ադրբեջանական բանակի զին անձնակազմին լրացուցիչ լիցք կա տրվում։ Կռվից առաջ։ Ես ասենք այդ եմ ոլորտնա, որտեղ ես մասնագիտացել եմ ծառայության ժամանակ։ Եվ ինչ ոգեկոչող խոսքեր, մտքեր, ասենք պատերազմում անցած մարդիկ, չէ՞, փորձառու գալիս են զորքի առաջ կանգնում են եւ կեցվածք են դրսևորում, ասելով, որ այո, այդ զորքը մարտական խնդիրը կատարի, իրենց նախնյաց ռազմական լավագույն ավանդույթները շարունակողներ են եւ այսպես շարունակ։ Հիմա այսպիսի միտք ասում է ոչ ավել ոչ պակաս ԱՄՆ փոխնախագահ, իսկ դա գիտեք ինչից առաջ ասում։ Ռազմական գործողությունից առաջ։ Իմ մոտ այնպիսի տպավորություն էր, որ եթե ամփոփենք, հա, երկու երկրներ կատարած այցերը
Վենսը ուղղակի 1-2 օրով իջևանել էր Հայաստանում եւ իր հիմնական թիրախը, այսպես ասած, առաքելությունը Ադրբեջանում էր։ Բացի դա խոսվեց նաեւ նրա մասին, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի տարածքով իր էլեկտրաէներգիան տեղափոխել, Նախիջևան։ Այս առումով զես մենք ինչ ունենք եւ որքան արագ տեղի կունենա թրիփ ասվածի գործարկումը եւ ինչ դրան կհակադրեն Ռուսաստանի Դաշնությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Նախ այդ ճանապարհը ի՞նչ է։ Քարոզչականով ասում են տնտեսական է, չէ՞։ Նպատակը։ Ոնց էլ ասում բարով ձեզ, ոչ մի տնտեսական չկա, դա մաքուր քաղաքական։ Ինքը ճանապարհը միջանցքը, նախ ճանապարհ չի միջանցքը, այդ միջանցքը ի՞նչ է։ Ինքը ռազմական նշանակություն ունի։ Այդ արհեստական բանականությունը, որ պիտի բան արվի, մաքսայինի, սահմանապահի եւ սանիտարականի ծառայողների ծառայությունների տեղստուգումներ անի։ Հիմա ասենք Թուրքիայից Նախիջևանով Ադրբեջան գնում են տրանսպորտային միջոցներ։ Մեջը բեռնված զենք զինամթերք։ Մինչև առաստաղ հասնում մեքենաների մեջ կամ եթե երկաթուղի աշխատում։ Արհեստական բանականությունը կառավարողով է ԱՄՆ-ը։ Եթե Թուրքիայից գնում է զենք զինամթերք դեպի Ադրբեջան, գնում է վստահաբար Միացյալ Նահանգների ոչ բարեկամ երկրների դեմ աշխատելու, չէ՞, վստահաբար։ Դե հիմա ինչ արհեստական բանականությունը, որը կառավարվում է ԱՄՆ-ի կողմից իրենց, ինչը ասելու է, որ զենք զինամթերք է, որ այստեղ Արջևի եւ հետևի գրասենյակներն էլ ֆիքս է, որ զենք զինամթերք է, թույլ չենք տալիս։ Գրել են հրուշակեղն է։ Կամ, չգիտեմ, ասենք, կենցաղային իրեր է։ Իհարկե կեղծելու են։ Այսինքն քեզ չի թույլատրված քո տարածքով անցնող տրանսպորտային միջոցները եւ բեռները ստուգել։ Տեսնել ինչ կա։ Իհարկե։ Վերջ, այսինքն այդ տարածքը այլևս քոնը չի, կառավարելիության տեսանկյունից։ Քարտեզով քոնն է, բայց տարածքը շահագործվում է այլոց շահերը սպասարկելու համար։ Այդ այլոցը Թուրքիան է, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, այդքան բան։ Թող մեծ բաներ չխոսեն, հիմարությունները դուրս չտան։ Այդքան որ ասում են արհեստական բանականություն, հարցնում եմ, ինչ բան է արհեստական բանականություն, գոնե գիտեք։ Արհեստական բանականությունը ընդհանուր տվյալների բազայի առավել արդյունավետ մշակումը։ Ու վերջ։ Այսինքն տվյալների բազա կա, հսկայականակ ինֆորմացիա։ Ծրագրեր են գրված, որոնք մշակում են։ Լավ են մշակում, ճիշտ հետևություններ են անում, այսինքն այդ ծրագրերը կարող է մի հարցի վերաբերյալ 1000 ենթահարց մշակեն։ Այդ ենթահարցի տակ օրինակ կարող է միլիոն կետ ինֆորմացիա հայտնաբերեն, մշակեն եւ արդյունքում տան։ Ընդհանրապես դա։ Իսկ ամենակարևորը, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ Բաքվում Վենսի ստորագրությամբ կնքեց ռազմավարական գործընկերության պայմանագիր։ Տարբեր աղբյուրներ ասում են 40 կործանիչ նորագույն Ադրբեջանը կստանի, ինչի համար է ստանում։ Վերևից ինչ գյուղնշանակության տարածքները պարտանի թողա ջրելու։ Հիմա եւ երկրորդ մանրուքը, թվացial մանրուքը, երբ Վենսը նույնականացնում է Ալիևին Տրամպի հետ, ասելով, որ Թուրքիայի եւ Իսրայելի հետ հարաբերություններում, ինչպես Վենսն Տրամպն է կարողանում ճիշտ պահել հեռավորությունը եւ համագործակցային դաշտ բերել այդ երկուսին, նույնը անում է Ալիևը։ Պատկասում եք, այսինքն առաջին հայտարարությունը զորքի հետ կապված խուտուտեր բանակին, այս երկրորդով խուտուտեր Ալիևին։ Այս երկու խուտուտի իմաստը ո՞րն է։ Դրան գումարած սրանք տեսական խուտուտներ են, իսկ գործնական խուտուտը 40 կործանիչն է նորագույն, հա? Դες 3 խուտուտ։ Բայց առաջ երկու խուտուտի իմաստը ո՞րն է կործանիչներով հանդերձ, որ Ադրբեջանը պիտի պատասխանի պատերազմի Իրանի դեմ այդքան բան։ Եվ Ամերիկան թքած ունի, որ Ադրբեջանում ենթադրենք այդ պատերազմը կարող 1 միլիոն մարդ զոհվի։ Այդ են ժողովուրդներ են, ինչպես ասում Զակատայել գցել օվկիանոսը, մայանների ազտեկների քաղաքակրթությունը չարեցին այդպես։ Չկա, չէ՞ ուր այդ քաղաքակրթությունը, տասնյակ միլիոնավոր մարդիկ։
տիֆի վերմակներով տվեցին մարդկանց ձրի տալիս են, ասում են նայեք ինչ փափուկ է, քնեք ու համաճարակը տարածվում էր։ Հիմա ասել կուզեմ, որ տարածաշրջանը Իրանի ուղղությամբ պոտենցիալ պայթող է, ոչ Ռուսաստանի ուղղությամբ։ Ռուսաստանի ուղղությամբ փակվում է հյուսիս-հարավ ճանապարհը։ 5 ուղղություն ունի Ռուսաստանից Իրան գնացող ամենակարճ ճանապարհը։ 7 անգամ ժամկետը կրճատում է։ Ռուսաստանից Իրան այս պահին որ գնում է, պատկերացեք, բերում են Սևծով ռուսական բեռները։ Սևծովից միջերկական ծով Բոսֆոր Դարդանել, Սուեզի ջրանցք, հետո մեկ եւս ջրանցք, հետո Պարսից ծոց, հետո ընդեղից նոր գնում է Իրան է հասնում։ 7 անգամ ժամկետ է կրճատում։ Հիմա 5 ճանապարհ կա, 5-ն էլ ԱՄՆ փակում է։ Երկուսը Ադրբեջանով անցնող, մեկը Կասպից ծովը, որտեղ ԱՄՆ հայտ է ներկայացնում Ադրբեջանով մտնի Կասպից ծով նավատորմ ունենա, սա ամենայն լրջությամբ ենք ասում։ 4-րդը Հայաստանով այդ Գորիս Կապան ճակատեն 20 կիլոմետր փակեցին, համաձայն եք։ 5-րդը միակը ամենաթույլը ենթակառույցներով կրիտիկական, որը աշխատում է, դա Ռուսաստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Իրանն է։ Ու վերջ։ Նա էլ են փորձելու փակել, որտեղ Ռուսաստանի ստրատեգիական ուղղությունը տնտեսական զարգացման այլևս Եվրոպան չի, դեպի արևելք։ Պարզա երկու հիմնական ուղղություն, երկու հիմնահարավ արևելյան Ասիայի երկրներ, այդ մի ուղղություն, երկրորդ ուղղությունը Իրանով դեպի Հնդկաստան, արաբական աշխարհ, Աֆրիկա։ Հիմա երբ քո տնտեսական զարգացման համար ճանապարհները դու կարողանում ես փակել այս կամ այն պատճառով կամ պատրվակով, դու այդ պետության լրջագույն հարվածը չի հասցնում։ Դե հիմա էս անում է Ամերիկան։ Նիկոլն պատկերացնում եք ինքնիշխան քաղաքականություն է վարում եւ իր առաջարկով ԱՄՆ Հայաստանը ծայրագավառից դարձել է կենտրոնական։ Ծայրագավառում գոնե ֆորպոստեր օրինակ իրենց տրամաբանությամբ էլի ես գնահատեմ, որտեղ որից մեկը հարվածելուց առաջ մտածում էր, քեզ հարվածի թե չէ, վերջին հաշվով ֆորպոստը շենքից հեռու ընկած քարչի, չէ, ով ուզենա վերցնի մի կողմ տնի, համաձայն եք։ Միանշանակ։ Ահա։ Հիմա դու ասում ես կենտրոնում ես, իսկ կենտրոնում գիտեք որն է, ով հասնում է հետույքիդ խփում է ոտքով, որտեվ չկա։ Ինքը ասում է մենք հիմա կենտրոնում ենք, ուզում ասի մենք եղանակներ ենք ստեղծում, առևտուր ենք անում, սրա հետ ենք տալիս առնում, նա հետ ենք տալիս առնում, այդպես։ Վենեսի այցի համատեքստում նաև հետաքրքիր մի այլ դրվագ տեղ ունեցավ, նա այցելեց ցեղասպանության այստեղ այո, ցեղասպանության հուշահամալիր, ընդ որում առանց պետական ուղեկցության, այսինքն դա մասնավոր այց է։ Այո, մասնավոր եւ հետագայում գրառում արեց եւ գրառումը ջնջեց։ Գրառման մեջ ցեղասպանություն բառն է, չէ՞։ Այդ ու ցեղասպանության բառը հանեց։ Լավ, մասնավոր այցեր, այո, բայց ինչու՞ նա հետո դա ջնջեց։ Այստեղ եւս մտածելու տեղիք է տալիս եւ բնավ դավադրությունների տեսության ժանրից չէ այն, որ նրան ուղղակի խնդրել են դա անել։ Չի վստահաբար ասել են հանում ես։ Կասկած չկա, իսկ իրեն մի հոգի կա ասող։ Տրամպը։ Նախ ինքը որտեղ գնար, կարծում եմ Տրամպը դրա մասին գիտեր։ Դա գիտեք ինչա, որ օրինակ այստեղ ինքը Վենսը խոսեց նաև քաղբանտարկյալներից։ Իրանում պահվող քաղբանտարկյալներից, պատկերացնում եք ինչքան սրտցավ է։ Այստեղ բանտերը լցված են, խեղճ Վենսը չի տեսնում այդ ամեն ինչը։ Ինքը լինելով, այսպես ասենք, իրենց եկեղեցու որպես քրիստոնյա անձնավորություն չի տեսնում ինչ հետապնդումների է ենթարկվում մեր եկեղեցու հոգևոր առաջնորդն ու հոգևորականները, ճիշտ է։ Եվ չի հանդիպում վեհապարի հետ։ Ահա։ Հիմա այս ամեն ինչը, եկեք այսպես ասենք, հիմա ինքը երկու խնդիր կար ջրելու։ Մեկ Հայաստանում քաղբանտարկյալների մասին պիտի չխոսար։ Եվ երկրորդ եկեղեցու դեմ իշխանությունների հալածանքների մասին չի պիտի չխոսա։ Դա որոշված է։ Որտեւ 9 միլիարդ վերցնում են, Նիկոլն էլ ասում են վերընտրվի։ Բայց այդ երկու փաստը պիտի ջրվի ցեղասպանության հուշահամալիր գնալու, ասեն, այ տեսեք, նա Ամերիկայի փող նախագահ, ամենաբարձրաստիճան Պաշտոնյան եկավ գնաց ցեղասպանության հուշահամալիր, ճիշտ է։ Բայց երևի իրան
մոռացել են ասել կամ մտածել են, որ ինքը այդքան կֆայմի, որ այդ թող գնա, թող խոսեն, բայց պետք չի տեղադրել։ Երբ որ դու արդեն տեղադրում ես քո պաշտոնականով, դա վենց ինքը այնտեղ գնացել է տիկնոջ հետ որպես ԱՄՆ քաղաքացի վենց ազգանունով, ճիշտ է։ Բայց երբ որ դու այդ տեղեկատվությունը տեղադրում ես մի սոցիալական ցանցում, որը պատկանում է ԱՄՆ փոխնախագահային, ԱՄՆ փոխնախագահային, դա արդեն պաշտոնական, որի ազգանունը համատեղության կարգով վենց է, պարզեմ ասում։ Այսինքն տեղադրելը արդեն պաշտոնականով է, չէ՞ գնում։ Սա ասել են տղա ջան, ասել են դու ոնց որ տեղը չես բերում։ Հա, ասել էին գնա որպես մասնավոր այց։ Իհարկե դա մասնավոր է, որտեվ Հայաստանի պետական պաշտոնատարանցիկ այդ թվում նաև նախագահ ապտիլներ չկարող է կարգային, ուրեմն պաշտոնական չի, սա մասնավոր է, բայց երբ որ դու դնում ես քո սոցիալական ցանցում էջում կամ ալիքում, սա արդեն այդ էջը կամ ալիքը դա պաշտոնական է, հա։ Դեմար ասել են հանի, ցեղասպանություն էլ բառը զգա, քեզ ով ասել, այնտեղ զանգել երևի մի երկու խիստ բան ասել, ասենք, ԿՀՎ-ի ղեկավարը կամ բանը ֆեդերալ Դաշնության ղեկավարը, հետաքննությունների ֆեդերալ դաշնության, ասեն քեզ ով ասել, որ դու ցած բաներ պետք է անես։ Իհարկե ինքը սխալվել է, որտեվ այն քաղաքականությունը եւ այն ենթատեքստը, որով ինքը եկել է Հայաստան, չի մտնում ցեղասպանություն, ի՞նչ ցեղասպանություն։ Եղբայր ցեղասպանությունը արդեն անցած էտապ է իրանց համար։ Մարդը գնում է Ադրբեջանում, այսպես կոչած շեհիդների բան, պուրակ է գնում։ Այսինքն սա կեցված կա, չէ, ես ասում ինքը այստեղ Հայաստանը, եթե սենց ընդհանրացնենք, հա, Վենսի մասին վականչափ խոսել են, իմ գնահատական հետևյալն է։ Ադրբեջան ամբողջովին պատրաստ է Իրան դեմ ցանկացած ԱՄՆ-ի կողմից ագրեսիային որպես եւ տարածք եւ զինուժ եւ մարդ, հա, ինքը պետք է մտնի։ Հայաստանը պատրաստ է տարածք հետախուզական տվյալներ Իրանի դեմ օգտագործվելու ձեռք հետել մենք որպես ճագար գումար ենք տալիս, որ մեր վրա փորձ կատարեն, իդեմս մոդուլային ատոմական, այսքան բան։ Վերջ, Վենսը եկավ, ասեց, գնահատեց ու գնաց։ Իդեպ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասով կարծես թե իրանական կողմը բավականին կոշտ, այսպես ասած, դիրքորոշում ունի մի քանի կետերով, մասնավորապես ուրանի հարստացման մասով, նրանք նշում են, որ եթե սանկցիաների որոշակի հատված հանեք, մենք կկրճատենք տոկոսային հարաբերությամբ ուրանի հարստացումը եւ հրթիռային ծրագրի մասով ընդհանրապես իրանք այդտեղ որևէ զիջում չեն նախատեսում ըստ էության իրականացնել եւ դե ունեցավ նաև Բիբի Նեթանյահուի եւ Դոնալդ Թրամփի խորհրդակցությունը այդ հարցով, բայց կարծես թե իսրայելական կողմը դեռևս չի կարողանում, եթե պաշտոնական արձագանքներին հետևենք, դեռևս չի կարողանում համոզել Միացյալ Նահանգներին հարված հասցնելու մասով։ Ես կարծում եմ, որ Տրամպը ԱՄՆ նախագահ ամեն ճարմա որ այդ պատերազմը չլինի կամ երրորդ իշխանափոխության փորձը Իրանի նկատմամբ, որտեղ առաջին ջութակը ԱՄՆ-ն խաղալու չլինի։ Շատ ակնհայտ է, որ այդ երրորդը ձախողվեց, չկարծում, որ նոյեմբերին ԱՄՆ կոնգրեսում միջանկյալ ընտրություններում հանրապետականը տեխնացուները փայտիկով են ման գալու։ Հայտնի անեկդոտի, հայտնի հերոսի նման։ Այսինքն պարտվելու են։ Դեմոկրատները հաղթեցին, հաջորդ օրից մտնելու impeachment-ը։ Ու հայ հարությունը կտեսնի ինչ ասել է impeachment, ոնց են անում այդ կյանքի կոչելու։ Հիմա ինքը այդքան հասկանում է, բայց ինքը նաև որոշակի պարտավորություններ ունի եւ իր վրա կան լծակներ եւ իր աշխատակազմում եւ այն ազգային էլիտան, որի ներկայացուցիչ համարվում է ինքը եւ իր հավատալիքներն ու ընկալումները Իսրայելը լծակ ունի, հрьяաներ ունեն։ ԱՄՆ-ում ապրող հрьяաները լուրջ ազդեցություն ունեն։ Իրենց դուստերը հուդայիզմա դավանում, ամուսինը հрья հուդայիզմա դավանում, Կուշները։ Երբ որ դիտում ենք օրինակ Վենսի Հայաստան այցելության կադրերը, այդ հանդիպումները, հա, նախագահականում, նրա պատվիրակության կազմում էլ կար ըստ էության հрья պաշտոնյա, ելնելով իրենց այդ գլխաշորից, հա, գլխաշոր են դա ասում,
Այսինքն հրեական լոբին այդտեղ բավական լուրջ ազդեցություն ունի։ Դե կարելի ասել, ասենք ստվերային շատ հարցերում իր փեսանա հարցեր լուծում։ Քուշները։ Դե չլնելով դիվանագետ, չներկայացնելով պետք հարտուղարությունը, Ուկրաինայի հետ բանակցություններում Ուտկովի հետ, որտեղ Ուտկովը գրում է, այնտեղ էլ Քուշներն է։ Սա ինչ որ բանի մասին խոսում է, չէ՞։ Վստահաբար խոսում է։ Ուսկն այդ երիտասարդը ինքը ասենք, այսպես այսօրվա տերմինաբանությամբ ասենք, բիզնեսմեն է եւ ինչ կապ ունի բիզնեսմենը ուկրաինական թնջուկը լուծելու։ Այսինքն այդ թնջուկի մեջ կա նաև ֆինանսական կոմպոնենտ, չէ՞։ Բիզնես շահեր։ Վերջ, բիզնես շահերը, այսինքն դա ռազմարդյունաբերական համալիր եւ արդյունահանող կազմակերպություններ։ Դա շահերը բանակցություններում ներկայացնում Կուշները։ Դա լուրջ բան է, որտեվ այդ երկու ուղղությունները, որի մասին ես ասացի, դա իրական տնտեսությունն է։ Դա ֆինանսավարկային է, չէ՞ էլի։ Դոլար, որի մեջ ոչինչ չկա, օդ է։ Սա կոնկրետ։ Այսինքն ԱՄՆ-ում իրական տնտեսության ներկայացուցիչը համարում է Տրամպի փեսան Կուշները։ Սա լուրջ կարգավիճակ է։ Եվ հետևաբար, ասենք, հրեական լոբինգը պարտադրում է բանին Տրամպի որ Իրանի դեմ գործողություն սկսի։ Նա էլ մանևրում է։ Այս վերջին հայտարարությունները ակնհայտ է, չէ՞, բանի հետ Նատանյահուի հետ հանդիպան ժամանակ, դե բանակցություններ, դե կարող է այդպես լավ ստացվի եւ այլն։ Իսկ եթե իրենք փաստացի չկարողացան կանգնեցնել գազային բախումը, խաղաղության կոմիտե ստեղծեցին, ասին արդեն վերջ կռիվը պրծավ, բան վերջակետ, անգամ հրեական քարոզչական ալիքները, երբ որ օրինակ ես դիտարկում եմ, բավականին մեծ լսարան ունեցող իրենց քարոզչական դաշտի ներկայացուցիչները ընդունում են, որ Համասին իրանք չկարողացան զինաթափել։ Դե նշանակումը չհաղթեցին։ Իրենց խնդիրը ո՞րն էր Համասին զինաթափել, գերեվարել եւ այդտեղ հաստատել բացարձակ Իսրայելի համապատասխան կառույցների իշխանություն եւ կառավարում։ Չկարողացան, չէ՞։ Նշանակումը Իսրայելը պարտվել է այդտեղ։ Մի պարտություն։ Երկրորդ պարտությունը Լիբանան Հեզբոլայի դեմ բախումներ, հրթիռակոծումներ եւ եթե հիշում եք հոկտեմբերի 7-ի հայտնի դեպքերը երբ սկսեց, հետո Իսրայելի բանակը ցախալա փորձեց մուտք գործել Լիբանանի տարածք։ Հետո հետ նահանջեց։ Իդեպ հրթիռակոծում, հրետակոծումից հետո, այսինքն Հեզբոլայի պահով է, չէ՞, ինչպես ասում են, մարտական խնդիրը, որը դրված էր ցախալի առաջ, չարեցին, այս երկրորդ պարտություն։ Եվ շեշտը դրեցին լիդերներին վերացնելու։ Հիմա գալիս ենք Իրան։ Իրանի դեմ երկու օպերացիա, որտեղ երկուսն էլ իրենք մասնակից են։ Մեկ 12 օրվա ռազմական բախում եւ այս վերջերս նպատակը Իրանում իշխանապողություն երկուսն էլ ձախողվեց։ Այսինքն երբ որ նայում ես Բենյամին Նատանյահուի քայլերը, բոլորը պարտություն է։ Հիմա Բիբին, նույն ինքը Բենյամին Նատանյահը, փորձում է իր պարտությունները փաթաթել նաեւ Տրամպի վզով եւ դրթել ու բրթել, որ մի հատ էլ Իրանի դեմ սկսի։ Որտեւ առանց պատերազմի Բիբին հայտնվելու է բանտում։ Ընդդեմ հարց է, բանտից ողջ դուրս կգա թե չէ։ Ես խիստ կասկածում եմ։ Իրենց մոտ էլ ընտրություններ են։ Եվ ըստ այդմ, այո, ըստ այդմ Բիբիի միակ փրկությունը պատերազմներն էր, անընդհատ։ Սիրիայում պատերազմ, Եմենի հուսիտների դեմ պատերազմ, Լիբանանի Հեզբոլայի դեմ պատերազմ, Գազայի հատվածում Համասի դեմ պատերազմ, Իրանի դեմ պատերազմ, բոլոր այդ պատերազմ։ Այսպես հերթով նայում են, էլի այսօր ում դեմ ենք սկսում, վաղը ում դեմ ենք շարունակում։ Եվ ըստ այդմ ամեն ինչ արվում է Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ ԱՄՆ-ում հրեական լոբինգը, որպեսզի այդ պատերազմների մեջ կարևորագույն դերակատարում ունենա Միացյալ Նահանգները եւ մասնապես Տրամպը։ Այդ Տրամպն էլ սա ինչ հասկանում է, լավ, պարտություն, հետո վերջում գնալու ես նոյեմբերին կոնգրեսի միջանկյալ ընտրություններին հոչս հաղթելու։ Չհագնա դա, չէ՞ որ։ Էլ չեմ ասում Ուկրաինայի, որտեղ չի կանգնում այդ։ Այս է։ Եվ ամենայն հավանականությամբ Իրանի հատուկ ծառայությունների հետախուզությունը իմացել են այս, եթե մի փորձ արվի, դա ում դեմ կողված։ Ես կարծում եմ, որ դա Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության առաջին մի քանի բարձրաստիճան պաշտոնյա անձանց ֆիզիկական ոչնչացում ալնելու։ Ոչ թե մի շարք, մի քանի տասնյակ, ինչպես առաջինում եղավ, այն 12 օրվա ժամանակ։ Ասեն գերագույն հոգևոր առաջնորդ, Պահապանների կորպուսի ղեկավար, բանակի
ուրեմն նախագահ, բանակի ղեկավար եւ շտաբի պետ։ Ասենք նվազագույնը 5 անձի։ Բայց Իրանը բարձրաձայնեց, ասաց, եթե փորձ անգամ լինի Գերագույն հոգևոր առաջնորդի նկատմամբ մահափորձի, կազմակերպիչն ու պատվիրատուի պետությանը Իրանը դիտում է որպես թշնամպետություն եւ պատերազմելու հետ։ Կապ չունի, եթե նույնիսկ եթե դա Միացյալ Նահանգներն է։ Շատ լավ։ Շատ են խոսում այն մասին, որ Իրանի դեմ այդ գործողության համատեքստում մի քանի սցենար կարող է լինել։ Առաջին հերթին որոշակի, ինչպես դուք նշեցիք, այդ թիրախային հարվածները եւ լայնածավալ գործողության հավանականությունը, հա, բայց շատերն նաեւ նշում են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դա Իրաք չէ եւ անգամ Իրաքի պարագայում, երբ որ 2003 թվականին տեղնեցավ այդ հայտնի ներխուժումը, իդեպ ես վերջերս նորից ուսումնասիրում էի այդ кейսը, զուտ տարածաշրջանի վերջին իրադարձությունների համատեքստում իրենք ամերիկացիները մոտապես 20 օրում Բաղդադը վերցրեցին եւ Սադամի ռեժիմը շատ արագ անկում ապրեց այդ ժամանակ, որտեղ դիմադրությունը շատ վատ էր կազմակերպված, բայց ռեժիմի անկումը դա չենթադրեց ամերիկացիների հաղթանակ եւ ամերիկացիները այդտեղ խրվեցին երկարատև տարիներ տևող պատերազմի մեջ։ Հիմա եթե Իրանում իշխանափոխություն տեղի ունենա, որևէ երաշխիք չկա, որ պատերազմը կդադարի։ Այսինքն այստեղ նաև կրոնական գործոնը մենք պետք է հաշվի առնենք եւ հասկանալի լինի, որ եթե մերձավոր արևելքում որևէ այսպես ասած պայթյուն է տեղի ունենում, ապա այդ ավերակների վրա առաջացող վակումը շատ արագ լրացվում է ծայրահեղ իսլամիստական խմբավորումներ, օրինակ, հա, Սիրիայում երբ որ դեպքերը տեղ ունեցան, սիրիական վակումը լցվեց իսլամական պետություն ասվածով, օրինակի համար։ Իրանի պարագայում արդյոք այդ սցենարը կանխատեսելի չէ, այդ քաոսի, մերձավոր արևելյան քաոսի սցենարը մեր հարավում։ Բայց այդ քաոսը ինքը կառավարելի քաոս է դառնալու, անկառավարելի չի լինելու։ Եվ այդ քաոսի կառավարիչը այլևս Միացյալ Նահանգները չի լինելու։ Դա կարող է Իրանը լինել։ Իդեպ ասեմ ձեզ, նախ որ ասում են ռազմական գործողություն Իրանի դեմ լայնածավալ հարձակումով։ Ես երկու թվական ցուցիչներ ասեմ։ Ցամաքային զորքերը 1.3-ից 1.5 միլիոն մարդ։ Օդուժը 3-ից 4000 ինքնաթիռ։ Հիմա այդ բոլորը որտեղից է բերվելու, ինչքան ժամանակում որտեղ է տեղակայվելու, ենթակառույցները երբ են պատրաստվելու, օդանավոր երկրների օդանավականներն են վերալիսկավորիչ քանի ինքնաթիռ կա, որտեղ ասենք նույն Իսրայելից որ թռնում է հարվածելու Իրանին 2000 կիլոմետր պարտադիր դե վերալիսկավորվի։ Ասենք Իսրայելը ունի 12 վերալիսկավորող ինքնաթիռ, որով ասենք 50-ն է անում։ Բամենացածը։ Ուզում ասել, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը դա ցուցիչ չի եւ համարյա հավանականությունը 0 է։ Խնդիրը այաթոլաների կառավարչական ինստիտուտը տապալելն է։ Երկու փորձ ձախողվեց, հիմա երրորդ փորձը արվելու։ Տրամպը խուսանավում է ամեն կերպ անելուց։ Այդ Էփշտեյնի հայտնի գործի բացահայտումը իդեպ Տրամպի ձեռքին գործիք է, ասենք մասնավորապես շահառուներից մեկի Բրիտանիայի տարածաշրջանը պայթեցնելու նախանցախնդիր կեցվածքը վիժեցնելու համար։ Տրամպը վիժեցնում է այդ ամեն ինչը։ Այդ Էփշտեյնի հայտնի գործով հիմա ինքը լուրջ լծակներ ունի եւ Բրիտանիայում կարող է իշխանապողություն լինի։ Այն առումով որ Ստարմերը ոչ թե իշխանապողություն կուսակցական առումով, այլ անձի առումով Ստարմերը հրաժարակ ընտա։ Իդեպ արևմտյան մամուլում շատ է խոսում դրա մասին, որ Ստարմերի հրաժարականը բավականին
բարձր հավանականություն ունի եւ եթե չեմ սխալվում, այդտեղ նաեւ որոշ պաշտոնյաներ արդեն իսկ հրաժարական են տվել Էփշտեյնի հետ աշխատակազմի ղեկավարն Էփշտեյնի հետ կապ ունենալու համար։ Հիմա պատկերացեք, ասում են 3 միլիոն փաստաթուղթ է, չէ՞ տպվել հայտնի։ Ասում են 3 միլիոն էլ կա։ Իսկ մենք գիտենք այդ մյուս 3 միլիոնի մեջ ովքեր են։ Կարող է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնատար անձիկ են մի մասը։ Եվրոպական երկրների այս պահին ասենք Մակրոն, Մերց եւ այդպես շարունակ։ Պահում են, չէ՞։ Ուզում ասել, որ դա Տրամպը լավագույնս օգտագործում է։ Թեև այդ Էփշտեյնի կղզի եւ պղծությունների, սոդոմական մեղքի, մարդակերության այս ամեն ինչի սատանայական ծիսական կատարումների մասնակցության այս ամեն ինչի իմաստը տարբեր երկրների ղեկավարող էլիտաների վրա կոմպրոմատ կամ վարկաբեկիչ նյութ ունենալն էր։ Հիմա այդ վարկաբեկիչ նյութը, որը ենթադրենք թե օգտագործել մի 6-ը եւ դեմոկրատների իշխանության ներքո կենտրոնական հետախուզական վարչությունը հիմա օգտագործում է ով Տրամպը։ Որտեւ այդ նյութերը հայտնվել են ԿՀՎ-ի համապատասխան արխիվներում։ Հիմա այդ ԿՀՎ-ի եւ հետաքննությունների դաշնային բյուրոյի այդ Ֆեբեր կոչվածի եւ նրանց արխիվներում։ Հիմա Տրամպը այդ ամեն ինչ օգտագործում է նրանց դեմ։ Ինչքանով, ասենք այնքանով, որքանով, որ ասենք Բրիտանիայում իշխանափոխություն կարող անի, քիչ է։ Կամ ասենք եվրոպական մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձինք խելոքանում են, կամ արքայազն Էնդրյուն, ինչպես ասում են, ծիշովադին իժտրավի տարբերակով է, չէ։ 12 տարեկան դերատի երեխա այդ սեռական բռնությամբ հարաբերություն վերջումս սպանել։ Ոնց է ձեր համար այդ։ Բայց կենթանակել անասունները հին ուխտով լավ էր էլի։ Ամեն մի մարդ այդ կարգի արարքանողի համար որպես պարտ մի քար էր նետում վրան։ Եվ այդպես ասենք 1 միլիոն քար։ Հիմա ուղղակի չկա եւ փաստորեն սրանք արքայազն են, սրանք նախագահ են, վարչապետ են, բարձրաստիճան պաշտոնատար անձ են, մեծահարուստ են, հանրաճանաչ են։ Այս սոդոմական մեղքի ամեն ինչի մեջ թաղվածները փաստացի այդպիսի կարգավիճակների մեջ են։ Դա պիտի ուղղվի։ Օրինակ հետաքրքիր է, որ այդ փաստաթղթերի մեջ ոչ Ռուսաստանի նախագահը կար, ոչ Չինաստանի, ոչ Իրանի, ոչ Հյուսիսային Կորեայի, ոչ Բելարուսիայի մարդիկ չեն հասկանում է, այս կյանքի լավն ու վատը ճիշտն ու սխալը, այդքի չեն գնում Էփշտեյնի մոտ, ինչպես ասում էր կայֆեր կայծերի մեջ։ Եվ ամփոփելով նաև խոսենք ներքին իրադրության մասին, որոշակի դիտարկումներ անենք, բանտերը շարունակում են լցված մնալ քաղաքական բաղադրություններով, այո, եւ ավելանալ կամ ինչպես դուք եք նշում քաղաքական պատաններով, Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սահաթելյան, սրբազաններ, ընդդիմադիր համայնքապետեր, մի քանի օր առաջ էլ վաղաշաբաթից եւս մոտ 10 հոգու ձերբակալություններ։ Այս բանը, որ մենք խոսում ենք, խուզարկություն է գնում Իզմիլյան բժշկական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Չարչյանի աշխատասենյակում։ Եվ այս համատեքստում տեսեք ռեժիմի ղեկավարը հարցազրույց տվեց, ընդ որում բավականին կարևոր շեշտադրումներով, որը որ այս դաշտում այդքան էլ շատ չքննարկվեց, ինքը ըստ էության մեղադրեց եկեղեցուն քաղաքականությամբ զբաղվելու մեջ, նշելով, որ 2020 թվականից սկսած պատարակները քաղաքական քարոզի վայր են իբրև թե դարձել եւ ոչ ավել ոչ պակաս համեմատեց ծայրահեղ իսլամի դրսևորումների հետ։ Լավ, այսինքն մեր եկեղեցին հիմա հավասարվում է ծայրահեղ իսլամիստական ինչ-որ հոսանքների հետ եւ նա նշեց, որ ողջ աշխարհում պայքարում են այդ ծայրահեղական դրսևորումների դեմ, սա ինչի մասն է խոսում։
Իդեպ երբ Փաշինյան կոչեցյալը եկեղեցուն մեղադրում է քաղաքականության մեջ մտնելու, ես մի փաստի մասին բարձրաձայնեմ, որի մասին չի ասվել։ 2018 թվականի, երբ Փաշինյանը արդեն նշանակվել էր վարչապետ, փորձ է արվում եկեղեցուն ուղղակի իսկապես ներքաշել քաղաքական գործընթացների մեջ։ Այդ հարցով մի առաջարկ է անում վեհապար Հայրապետին եւ ստանում է խիստ մերժում։ Հետո ասեն Նահապետյանը զրպարտում է, ես կասեմ փաստը դերակատարներին եւ այդպես շարունակ։ 2018-ին առաջին անգամ Փաշինյանը եկեղեցուն փորձ անում ներգրավել քաղաքական գործընթացների մեջ։ Դիում են վեհապարին, որ վեհապարը այդ քայլը անի։ Վեհապարը մերժում է։ Երբ Փաշինյան հիշողության կորստով է տառապում։ Չես բան եմ ասում, ես գիտեմ ինչ եմ ասում։ Եթե հանգած փորձեն այդ կողմից ծաղրտալ, ես ազգանուններ կասեմ։ Ում համար, ոնց, ինչ, երբ եւ այդպես շարունակ։ Այնպես որ ավելի լավ է, որ ասում եմ սելի տեղը սելվում է, ճռվում է սրանցն է։ Հիմա ինչ ասել է եկեղեցին քաղաքականություն։ Այդ լրիվ բառակույտ է եկեղեցին իսլամ ծայրահեղականություն, հա, ձևակերպումներ, եկեղեցին հավաբուն, եկեղեցին չուլան, վեհապար Հայրապետը, չգիտեմ այսպիսին, եւ որակումներ, հա, հետո հետապնդումներ, ամեն մի հոգեորականի հասցեին այդպիսի պիտակներ, հետո դատարան ապօրինի որոշում է կայացնում եկեղեցու ներքին կանոնակարգի տրված իրավունքով որոշումը բեկանելու, Աշխարհիկ իշխանությունը խառնում է եկեղեցու ներքին, որը որ օրենքով եւ իրավական ակտերով սահմանությամբ անջատեն։ Հետո 6 Բարձրաստիճան հոգեվորական եպիսկոպոսի նկատմամբ հարուցվում է քրեական գործ։ Մեղադրում են 6 հոգի։ Այսինքն սա ինչի մասն է խոսում։ Մնացած հեքիաթները բան եւ այլն։ Խոսում եմ բանի մասին, որ եկեղեցու հոգեոր առաջնորդը պետք է հեռացվի ըստ Փաշինյանի, որտեվ իրականում դիմադրության առանցքը անցնում է իրենով։ Հեղինակությունը ինքն է ի պաշտոն է, ինքն է պատասխանատու, ինքն է առաքյալների Գրիգոր Լուսավորչի մեր մյուս վեհապարների գործի շարունակողը, հա։ Հիմա վեհապար Հայրապետը չի ընկրկում։ Սրանք էլ չգիտեն ինչ անեն։ Այդպես չէ, կարող ամենավերջին ու խիստ քայլեր անեն, որը շատերիս մոտ կարող է այդպես զարմանք, զայրույթ, հանկարծակի գալու հոգեվիճակ լինի, իմ համար ոչ։ Սրանք պատրաստ են ամեն քայլի։ Այսինքն եկեղեցու հոգեվորականությունը վեհապար Հայրապետը եկեղեցու նվիրյալ հավատավոր զավակներ դիմանա, որ սա եկեղեցու հետ կապված ամենավերջին քայլերին կարող է գնալ։ Իդեպ այս համատեքստում բավականին հետաքրքիր հայտարարություն եղավ Արմենիան աշխարհի հայ մեծահարուստների կողմից, ոնց թերևս ամենաազդեցիկը Նուբար Աֆեյանն է, հա։ Եվ ինչ նրանք ասացին, որ այս շարունակական հարձակումները վտանգ են ստեղծում աշխարհի բոլոր հայերի համար։ Մենք գիտենք, որ սովորաբար արևմուտքը կամ արևմուտքի հետ կապված անձիկ այս շրջանում եթե ոչ լոյալություն են ցուցաբերում ռեժիմի քայլերին, ապա լուր են մնում։ Սա այս շրջադարձը ինչի մասին է խոսում։ Ընդ որում այստեղ միայն Նուբար Աֆեյան չէ, ես կարևորում եմ Բրիտանիայի քաղաքական, տնտեսական շրջանակներում բավականին լուրջ կշիռ եւ ազդեցություն ունեցող Վաչե Մանուկյանն։ Ինքը եւս այդ ցուցակում էր մի 6-7 անց, այդ թվում նաեւ Վաչե Մանուկյանը։ Սա նշանակում է, որ կամ Բրիտանիայի բնակվող Բրիտանիայի քաղաքացի անցածող ազգությամբ հայերը ինչ որ բան են,
փորձում փոխել, բայց այստեղ իրենց ինքնուրույնությունը զրո է, որտեվ սա եկեղեցու դեմ պայքար միայն Փաշինյան Նիկոլի գործը չի կամ իր կամակորությունը չի, էլի։ Կոնկրետ պատվերը։ Եթե Բրիտանիայի հայերը մեծ հարուստ արևմտյան որոշակի հայկական շրջանակներ կեցվածք են դրսևորում, ես ենթադրում եմ, որ այնտեղ գնահատում եմ, որ Փաշինյանը ցախողել է կարմիր գծեր անցնելով եւ այլն։ Սրանով միգուցե նաեւ զգուշացնում եմ, որ այլ կարմիր գիծ չանցնի։ Համաձայնեք։ Այսինքն հիմա քանի որ Փաշինյանը բոլոր առումով ցախողել է, բայց կան կարմիր գծեր, որ կարող անցնի։ Ուղղակի այդ կարմիր գծերը մեզ համար անընկալելի է, որ կարող է այդպիսի բան լինել, ես առանց փակագծեր բացելու ասում կարող է։ Հիմա ենթադրում եմ, որ այնտեղ հաշվել են, որ սա այդ գծերը կարող անցնի, իրանց զգուշացնում են, որ մի անց այդ կարմիր գծերը։ Ասում են սպառնալիք է, Փաշինյանի կեցվածքը համայն հայության համար սպառնալիք է, եկեղեցու համար սպառնալիք է, սպառնալիքին սովորաբար չեզոքացնում են, չէ՞։ Այսինքն ինչ հիմա համայն հայությունը լցելու է Փաշինյանի այդ սպառնալիքը չեզոքացնելու, ես հետևություն եմ անում։ Այդ նշանք որ Փաշինյանը դա արդեն ավելի կոշտ ձևով ոչ միայն Բրիտանիայի հայությունը, այլև աշխարհի հայությունը, երևացող դեմքեր, ֆինանսական, քաղաքական, ասենք, այլ ոլորտների շատ հայտնի հայեր կարող են ամենակոշտ կեցվածք դրսևորել Փաշինյանի հանդեպ։ Այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պատկերացնում եք, այդ թվում նաև մեր եկեղեցու հավատավոր եւ նվիրյալ զավակները։ Սա ես կարող գիտեք ինչ ասեմ, ոնց որ շեփորեն հնչեցնում Փաշինյանի այս քաղաքականության դեմ խաչակրած արշավը սկսելու։ Ես կարող եմ այդպիսի գնահատական, չեմ ուզում գույները խտացրած լինի, բայց Աֆյանն ու Վաչե Մանուկյանը վերջին մարդիկ չեն աշխարհում։ Իդեպ ասեմ, ոչ միայն իրենց երկրների Բրիտանիայի, նրանք համաշխարհային, այսպես ասենք, խաղի կանոնների մեջ որոշակի ստատուս ունեցող մարդիկ են պետական հարաբերություններում։ Եթե նման հայտարարություն են տարածում, ընդ որում ամենախիստ շեշտադրում, ես ենթադրում եմ, որ ինչ-որ բան փոխվել է։ Սան ասում են, որ դու արդեն վերջ հասել ես սահմանին, իսկ մյուս կողմից կարող եմ ասել, որ այս մարդիկ այս նման խիստ կեցված դրսևորել են, մեսիջ են տալիս նաև հայության, ասում են, դե հələ մի հատ այդ Փաշինյանի հարցը եկեղեցու հետ կապված մի հատ լուծեք ժողովուրդ, մենք ձեր մեջքին ենք, իսկ ինչու ոչ, այդպես չի, որտեղ իրենք սպառնալիք են ասում, իսկ սպառնալիքը չեզոքացվում է, կենա ոչ կենացնելով իհարկե, կոշտ պայքարով, ասենք այսպես։ Շատ լավ, թերևս ամփոփենք, սիրելի ընկերներ, Antifake Եթերում Խաչմերուկ ոդքասթի հերթական թողարկումներ։ Մենք այսօր քննարկեցինք տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի ներսում տեղի ունեցող իրադարձությունները, գործող ռեժիմի բռնաճնշումները եւ ինչպես միշտ ազատություն մաղթենք Արեգին, Վազգենին, սրբազաններին, բոլոր կալանավորված քաղաքական բանտարկյալներին, որոնք այսօր ռեժիմի կողմից ենթարկվում են բռնաճնշումների, հանուն իրենց գաղափարների, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի եւ հանուն մեր ժողովրդի։